Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 16։ Լիովին համոզված։ Աբրահամը չէր տատանվում իր հավատքի մեջ։ Նա իր մտքում համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է և անել։ Հռովմայացիս 4:21 խոսք։ Նա գիտակցում էր, որ Աստված ի վիճակի է աշխատել ոչնչի հետ։ Վերցնենք օրինակ հենց ծննդոց գրքից։ Աստված ստեղծեց աշխարհը ոչնչից։ Ընդամենը մեկ բառով նա ստեղծագործում է։ Երբ ամեն ինչը ձախողվում է, երբ ձեր բոլոր ծրագրերը սպառվում են, ժամանակն է ամեն ինչ վստահել Աստծուն։ Ժամանակն է հրաժարվել այլուր փրկություն գտնելու բոլոր հույսերից։ Այնուհետև, երբ պատրաստ լինեք հավատալու, դուք պետք է Աստծուն տեսնեք ոչ թե որպես բրուտի, որին կավ է պետք, այլ որպես արարչի, ով ստեղծում է ոչնչից։ Աստված ոչնչից կստեղծի այնպիսի մի բան, որ դուք երբեք չէիք էլ պատկերացնի։ Որքանով է Տերը լուրջ վերաբերվում մեր հավատքին իդեմս անհնարինի։ Այս հարցի պատասխանը մենք գտնում ենք Հովհաննես Մկրտչի հոր Զաքարիայի պատմության մեջ։ Հրեշտակը այցելեց Զաքարիային և ասեց, որ իր կինը Ելիզաբեթը յուրահատուկ երեխա է ունենալու։ Սակայն Զաքարիան, ով արդեն բավականին ծեր էր, հրաժարվեց դրան հավատալ։ Նրան միայն Աստծո խոստումը բավարար չէր։ Եվ Զաքարիան ասեց հրեշտակին. «Ես ծեր եմ, և իմ կինն իր օրերն անց է կացրել»։ Ղուկաս 1:18 խոսք։ Պարզ ասած, Զաքարիան մտածում էր անհնարինների մասին։ Նա այդ խոսքերով ասում էր. «Դա հնարավոր չէ, ինձ ապացույց է պետք, թե ինչպես դա կարող է լինել»։ Զաքարիայի կասկածները հաճելի չէին Տիրոջը, և հրեշտակն ասաց նրան. «Եվ ահա համր կլինես, և չես կարենա խոսել, որովհետև չհավատացիր իմ այս խոսքերին»։ Խոսք 20-րդ։ Պատգամը պարզ է։ Աստված ակնկալում է, որ մենք հավատանք իրեն, երբ նա խոսում է։ Նույն կերպ էլ Պետրոսն է գրում իր թղթերում. «Ուստի, Աստծո կամքին համաձայն, չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ ստեղծողին հանձնեն, բարեգործություն անելով»։ Առաջին Պետրոս 4:19 խոսք։